Ինչ ենք գալիս մենք եկեղեցի, եւ ինչ են գալիս եկեղեցի եւ լսում Աստծո խոսքը, որովհետեւ հիմնական նպատակներից մեկը եկեղեցում լինելու ճանաչել Աստծուն իր խոսքի միջոցով, ճանաչել թե ինչպիսին է ինքը Աստվածն է, որովհետեւ ինչքան մենք ճանաչենք Աստծուն, այնքան մեզ համար ավելի օգտակար է լինելու սեներ, մեր օգտի համար։ Շատ արագ ուզում եմ այս օրինակը բերեմ եւ անցնենք առաջ։ Երկու մարդ, երկուսն էլ ունեն, վերցնենք 1000 խորանարդ, 1000 քառակուսի մետր հող ունեն։ Երկուսն էլ ասում են, ունեն հատակագիծը, չգիտեմ, այդ հողի թուղթ ունեն։ Երկուսն էլ ունեն այս հողի թուղթը եւ երկուսն էլ ասում են մենք ունենք հող։ Երկուսն էլ աշխատում են իրենց հողի վրա։ Մեկը շատ մեծ եկամուտ է ստանում իր հողից, իսկ այն մյուսը նույն կերպով աշխատում է մի բանը շատ ոչ մի եկամուտ չի ստանում։ Տանջվում է իր հողի ձեռքը, օգուտ չի ստանում։ Երկուսն էլ նույն ոռոգման ջուրն ունեն։ Երկուսն էլ նույն գործիքներն ունեն, երկուսն էլ աշխատասեր են, մեկը անընդհատ օրհնվում է իր հողի բերքի պատճառով, իսկ այն մյուսը անընդհատ դժգոհում է իր հողը, ասում է մարդ, այս ինչ հողա, բան չի աճում ստեղ։ Երկուսն էլ իրար շատ մոտ հողեր կարան լինեն։ Ինչն է պատճառը։ Նրանցից մեկը գիտի, նա ճանաչում է հողին, ինչպես վարվի հողին, երբ ցանի, ինչպես ցանի։ Իսկ նրանցից այն մյուսը հողին չի ճանաչում, հողի հետ չգիտի ինչպես վարվի, ցանում է երբ ուզում է, ջրում է երբ ուզում է, չգիտեմ, գործողություններ անում ըստ իր ժամանակի ոնց ուզում է, անում է լիքը բաներ, բայց ժամանակների հետ կապված խառնում է ամեն ինչ, որը երբ անի, ինչը երբ անի, ճանաչողությունը ինչպիսի օգուտ է բերում մարդուն հողի հետ կապված։ Շատ պարզ, իմ օրինակը շատ պրիմիտիվ օրինակ է, համեմատելու էլ չի, բայց ուզում եմ զուգահեռ տանեմ։ Երկու հոգի նստած են եկեղեցում։ Երկուսն էլ գալիս են պաշտամունքների։ Երկուսն էլ ունեն եւ խոստովանում են եւ ասում են ես պաշտում եմ Հիսուս Քրիստոսին։ Երկուսն էլ ասում են ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, նա իմ Տերն է, նա իմ Փրկիչն է, նա իմ Աստվածն է։ Դավանում են իրենց կյանքի Տեր, իրենց Փրկիչ։ Երկուսն էլ ուրախ են, ասում են մենք գտել ենք Աստծուն։ Բայց տեսնում է ժամանակի ընթացքում ինչ որ տարբերություն կա, ինչ որ մեկը կարծես թե ավելի գնում է խաղաղության մեջ, ավելի օրտվում է, ավելի հաջողում է, ինչ որ լավ բաներ, ինքը վկայություններ ունի իր կյանքի մեջ, խոսում է որ Աստված գործեր է անում իր կյանքի մեջ։ Իսկ այն մյուսը անընդհատ ընկճում է եւ նեղվում է եւ ասում է մի բան են չի։ Այո, ես սիրում եմ Աստծուն, ես պաշտում եմ Աստծուն։ Ինչն է տարբերությունը։ Հիմնական տարբերությունը սեներ, Աստված եկեք նայենք մի Աստծուն ենք, Աստված անաչառ է, Աստծո մոտ աչառություն չկա։ Աստծո խոսքը ասում է, հա, որ Աստված մարդ չի, նշանակում է Աստված չի կարող օրինակի համար ինչ որ մեկին ասել, էսի սիմպաթիայից հետ բռնում է, սրա հետ մի ցակ հավես չունեմ, այսինքն Աստված անաչառ է, մարդկանց հետ շփվում, նրա մոտ աչառություն չկա։ Աստծո խոսքը ասում է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, այսինքն նա անփոփոխ է, նա չի փոխում։ Սա նշանակում է ինչ որ մեկը չի կարող մի բան անի, որ Աստծուն փոխի։ Ինչ որ մեկը չի կարող օրինակի համար շատ բարձր լացի եւ Աստված, չգիտեմ, ինչ որ բաներ փոխզիջումների գնա եւ ուրիշ կերպ վարվի, որ ինքը չէր վարվի։ Այսինքն Աստծուն շեղել, Աստծուն ծռել, Աստծուն փոխել չի լինի։ Նա նույնն է, նա անփոփոխ է։ Այս երկու մարդիկ մեկ ունի վկայություններ, մեկը գոհ է, մեկը շնորհակալ է, իր գոհությունը ավելանում է, իսկ այն մյուսի կյանքում մենք տեսնում ենք, չէ, ինչ որ բաներ անդադ այն չի, անդադ պատճառը ճանաչողությունն է։ Ինչ որ մեկը ճանաչում է Աստծուն, իսկ այն մյուսը վարվում է Աստծո հետ այնպես, ինչպես որ ինքն է